1 2 մի քիչ update անեմ, ուրեմն ինչ եմ ստացել։ Ոբշեմ, սենց ռակետներ են, գալիս կրակում են, դիպակ, սպլայն խնդրում եմ ցույց տու, պետք է հասկանալ, թե էսա, show flag, splines, մեկ, մտածեցի լիքը, եկա հասա սպլայններին, ինձ թվում ամենահարմար լավ ձևը էս էր անելու, պլյուս անիմացիաների հետ աշխատելու, որովհետև հնարավոր է այս փաթերը փոխել, ինչ-որ random փաթ էլ տալ, ոնց որ ստիպված նույն փաթով չթռնի, այլ ինչ-որ randomize անենք, որը, չգիտեմ, մի անգամ ես մի փաթով կթռնի, մի անգամ սենց ես ինչ-որ խոճուճ փաթով կթռնի, մի անգամ է երրորդով և այլն, ինձ թվում է իդեան հասկանալի է, եկա սրան 3 ձև փորձել եմ, բայց երևի թե ամենահարմարը այս սպլայններով անելն էր, տակ, այս տենց թե ոնց եմ արել, ոնց է աշխատում, ոնց եմ արել, սկսում այնքը նախ ասեմ իմանանք, ունենք մի հատ projectile tip, rocket tip, որը projectile-իզն ու առանձին է այս պահին, իրականում ասցի ավելի լավ ասենց առանձին պահեմ, հետո եթե պետք լինի մերջելը հեշտ է, մի հատ explode at location ունի, որը սֆիռա սարքում, այն որ սենց կլորիկը երևում էր, այդ սֆիռան էր, հետո Niagara-ով կփոխվենք ու AOE damage է տալիս, ու այս պահին էլի թողել եմ լրիվի վրա, ցանկացած բանին ճնգավ այդ սֆիրի մեջ, AOE damage է ստանում, damage ստանալու է, այս չեկա, в общем, սովորական ինչ-որ ռակետի կլաս է, event մի հատ debug fire ունեմ, որը spawn անեմ վեկալելով spawn point-ը ռակետի spawn point-ը էսա սցենա կոմպոնենտ է, owner-ը instigator-ը վեկալում ենք, վերջում է ասցի ինչ անեմ, ինչ չանեմ, մի հատ sound եմ զուտ play տվել հավեսի համար, հաջորդը, ռակետի մեջ, ուրեմն կանք եթե viewport, այս սպլայնն է, որը եսա կասեմ ինչ արվում սրա հետ, թրելը ունենք բան, R-on երևի թե կարա ջնջվի ու իրա մեշը, բայց ստեղ ամենակարևորը երևի թե ինչ է կատարում այս event graph-ում, այս on component hint ունեմ, որը այս պահին հլը որ չի օգտագործվում, instigator-ն եմ initialize անում, բայց ընդեից արվում է ինձ թվում այս էլ պետք չէր, կամ պետք էր, իրականում չի խանգարում այս պահին, lifespan եմ դնում 10 վարկյան, շատ երկար չթռնի, ու հա չեմ միացրել հլը ծառին, բայց ընթացքում հետո կմիացնեմ, start spawn location-ն եմ վեկալում ամենասկզբից, որտեղ ինքը spawn լնելու, spline-ների լրիվ point-ները ջնջում եմ, այս absolute եմ դնում, քանի որ չգիտեմ այս spline-ը որտե պահեմ ու ինձ թվում ամենաճիշտ տեղը իր ռակետի վրա է, որովհետև spline-ը ինչ գործ ունի boss ship-ի վրա, ուրիշ հարմար տեղ չգտա, ու ինչ եմ էդ դրել, որպեսզի ինքը absolute լինի, առանձին լինի ռակետից, rotate լնելուց ռակետը այդ բագի վրա լրված էի,
ինքը պատտվում էր ու կարելի է իրան ոբշեմ առանձնացնել։ Absolute դրել եմ։ Spawn point 1 եմ դրել spawn location-ից, որտեղից որ սկսում է, ակետից, գնում է հասնում B կետ, երկնքը ինչ որ կետ է, որ տենց ռակետի պուսկի իմիտացիան արվի, հետո target position-ը, թե ինչի վրա է կրակելու, այսինքն այդ վերջնակետը։ Սկզբից մի անգամ ենք զուտ վեկալում, բայց ինքը քանի որ AOE ունի, տենց լավ ինչ որ էֆեկտ է տալիս։ Հաշվում եմ իր travel speed-ը, length-ը, play rate-ը, այս play rate-ը սրա հետ է կապված, թե ինչքան է այս անիմացիան տևելու, ու set եմ անում այս սրա վրա, ինչ էր անում, timeline-ի վրա, կանք մի անգամից finish-ի վրա explode եմ անում location, որը կանչում ասի ++ NO տալու damage-ը, որը սֆիրա սարքում, ամենավերջում եմ միած sound-ը play-ան։ Հաշվարկներ, location-ը, direction-ը փոխելու համար, որ spline-ի path-ին follow անի, Z-ն եմ թեքում, քանի որ կապսուլը հնարավոր չի թեքել rotate անել կորդինատի բանով, մտածեցի, ինձ թվում ամենահարմարը էս էր Z-ով թողելը, ու actor-ի location ու rotation եմ դնում, ու ունենք սենց սիրուն բան։ Այս explosion-ներ ու behavior tree-ն մյուս դասին։ Այսքանը։